Հիմա ասեք, ինչ կլիներ, եթե Արցախը մնար բանակցային process-ում եւ ինչ հետևանք ունեցավ process-ից դուրս թողնելը։ Դուք արդեն խոսում եք 95-96, ես ճիշտ կլինի մենք խոսենք Մինսկի խմբի ստեղծման եւ բանակցային գործընթացի մասին մի քանի խոսք, հետո գանք դրան ասենք, էլի։ Փաստորեն երբ ստեղծվում է Մինսկի խումբը 11 պետություններից բաղկացած մարտի 24-ին ԵԱՀԿ-ի որոշմամբ 3 սկզբունքների հիման վրա սկսվում է բանակցային գործընթաց, այսինքն այդ խումբը ստեղծվում է որպեսզի OBSE-ի 3 սկզբունքների հիման վրա տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունք ուժի չկերել։ Այդ հիման վրա փորձ արվի գտնել կոմպրոմիսային, փոխզիջումային տարբերակ կոնֆլիկտի գոտում, որտեղ արդեն պատերազմը լայնածավալ բնույթ է ստացել 92 թվականի գարնանը։ Ես սկսում եմ բանակցությունները մինչև հուլիսի սկիզբը, Շուշին մենք ազատագրել ենք մայիսին, բայց մինչև հուլիսի սկիզբը Մինսկի խումբը բանակցություններ էր գնում 11 պետությունների շրջանակներում, որին մասնակցում էին Հայաստանի պատվիրակությունները։ Մի քանի անգամ այդպիսի հանդիպումներ, բայց Արցախի պատվիրակությունը հրաժարվում էր մասնակցելուց։ Մինչև հուլիսի սկիզբը։ Բայց կարող էր մասնակցել։ Կարող էր անընդհատ պահանջում էին Լևոն Տեր-Պետրոսյանը զանգում էր, խնդրում էր, որ Արցախի պատվիրակությունը եւս հրավիրված է այդ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունին, բայց մերոնք հրաժարվում էին, որտեղ գիտեին Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը, որ նա 91-ին էլ, 92-ի հունվարին էլ մի քանի հարցազրույցներում նշում էր, որ ինքը դեմ չի, Հայաստանը դեմ չի, որ Արցախը լայն ինքնավարության կարգավիճակով մնա Ադրբեջանի կազմում։ Այն դեպքում, երբ արդեն պատերազմ էր սկսվել եւ այդքան զրկակներից, տանջակներից հետո Արցախի ժողովուրդը այդ պատերազմի պայմաններում Հայաստանը ղեկավարը հայտարարում ասում է ինքը դեմ չի, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում լայն ինքնավարության կարգավիճակով։ Դրա համար մեր Գերագույն խորհրդի նախագահությունը չէր ցանկանում պատվիրակություն ուղարկել, մտածելով, ենթադրելով, որ պարտադրելու են այնպիսի որոշումներ, ոչ հայանպաստ որոշումներ, մերժումներ, բայց արդեն 92 թվականի հուլիսի սկզբին, երբ արդեն Արցախի տարածքի 50%-ը գրավել էր Ադրբեջանի բանակը, երևի տեղյակ եք, որ Շուշիի ազատագրումից հետո Ադրբեջանը 4-րդ բանակի, որը տեղադրված էր Ադրբեջանի տարածքում, ամբողջ սպառազինությունը Ռուսաստանը փոխանցում Ադրբեջանին, բայց 7-րդ բանակը դեռ պահելով, չհանձնելով Հայաստան, այսինքն ստեղծում է մի այնպիսի իրավիճակ, բալանսը խախտում է, մենք փաստորեն այսպես դատարկ ձեռքերով համեն մի քանի տանկ ունեինք, ասենք որսորդական հրացաներ, ավտոմատներ եւ այլը, ու մեր դեմ մի ամբողջ բանակ է շարժվում, 100-ով զրահատեխնիկայով, 50 ինքնաթիռով եւ այլը, եւ նրանք շատ կարճ ժամանակում Ղարաբաղի կեսը գրավում են, Արցախի կեսը գրավում են։ Այդ պայմանները արդեն երբ մեր ճակատագիրը մազից էր կախված եւ փաստորեն անելանի վիճակի մեջ ենք հայտնվում, նոր մեր Գերագույն խորհրդի նախագահությունը համաձայնում է Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկին եւ պատվիրակությունը ուղարկում Հռոմ։ Պատվիրակությունը 3 հոգուց էր բաղկացած, ես նշանակում եմ այդ պատվիրակության ղեկավար։ Հուլիսի 3-ին ենք մենք մեկնում Հռոմ 92 թվականին։ Մենք հասնում ենք Հռոմ արդեն 4-ին հուլիսի ինֆորմացիան ստանում ենք, որ Մարտակերտն են գրավել արդեն թուրքերը։ Փաստորեն եւ Շահումյանի շրջաններ գրաված, եւ Մարտակերտի շրջանի մեծ մասը ներքևից էլ Հադրութի շրջանից էլ գրավել, մի խոսքով Արցախի տարածքը մնացել է մոտավորապես 50%, մնացածը իրանց կողության տակ էր։ Այդ պայմաններում սկսվում է մեր մասնակցության բանակցությունները։ Միջև Հռոմ մեկնելը մեզ ընդունում է Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռաֆի Հովհաննիսյանը, որ այն ժամանակ արտգործնախարարն է, որոշ գործիչներ, Խոսրով Հարությունյանը, որոնք մասնակցել են մինչ այդ բանակցությունների եւ մեծ ինֆորմացիա են տրամադրում, ինչ վիճակ կա, ինչ պետությունի դիրքորոշում ունեն։ Մենք այդ ինֆորմացիան հավաքում ենք, Լևոնը ինձ ասում է, Լևոն Տեր-Պետրոսյանը ասեց, որ ջան, ասում է, պիտի գնաս կառուցողական մոտեցում ցուցաբերես, ասինքն ստորագրես, գնա զիջումների եւ այլը, ես ճիշտ ասած լավ չի հասկանում, ինչու պիտի գնանք, Ղարաբաղը կեսը գրաված
եւ այլը ինչու պիտի մենք այդ պայմաններում գնանք զիջումների պատճառը ինչն է, ասում պատճառն է որ Հայաստանն ագրեսոր են անվանում, ուզում են պատժամիջոցներ կիրառել։ Ես ավելի եմ զարմանում։ Ադրբեջանը հարձակվել է ագրեսիվ պատերազմ նախաձեռնում, Հայաստանը ինչու պիտի պատժամիջոցների կիրառեն, դա դե լավ, ես տեղում կծանոթանամ, բայց ասի եթե ոչ հայանպաստ որոշումներ լիներ, Լևոնը Կոկոյեչ կներեք, ես չեմ ստորագրելու։ Ուզում եք թող ուրիշ մարդ ղեկավարի պատ։ Ասես չէ, բորա ջան, գնա կտեսնենք։ Ուրեմն մենք գալիս ենք Հռոմ եւ իմ սպասածից ավելի վատ իրավիճակա բարձվում։ Ես չէի պատկերացնում։ Գալիս եք տեսնում եք սեղանին դրած 11 պետությունների Մինսկի խմբի ներկայացուցիչները նստած, Հայաստանի պատերազմությունները նստած, սեղանին դրած փաստաթուղթ կոչվում է ժամանակացույց Շուշիից եւ Լաչինից հայկական զորքերի դուրս բերման ժամանակացույց, պատկերացրեք եք Ստեփանակերտից 10-15 կիլոմետր վրա ռազմական գործողություններ են, այնտեղ քննարկում են Լաչին Շուշիի զորքերի դուրս բերման թուղթ են դες։ Հա։ Կապիտուլյացիայի թուղթ են քննարկում։ Դրան գումարած եւ երկրորդ նախապայման Ադրբեջանի, որ Արցախը պիտի մնա Ադրբեջանի կազմում, ոչ մի խնդիր չպիտի վերաբերվի ասին կարգավիճակին։ Այսինքն կապիտուլյացիա 100%-անոց եւ այդ պետությունները նստած քննարկում են այդ փաստաթուղթը։ Մենք շշմել ենք, ես ասի գիտեք ինչ, ոչ մի գրաֆիկ ժամանակացույցը չպիտի քննարկվի այստեղ, քանի եթե դուք մեզ հրավիրել եք մասնակցելու Արցախի պետարությունում, մենք գտնում ենք, որ առաջին հարցը, որ պիտի այստեղ քննարկենք, այս շրջանակնում պետությունների, դա պիտի լինի մեր պատվիրակության լիազորությունների հարցը։ Չէ՞ որ ես ինչ-որ փաստաթղթեր պիտի ստորագրեմ, չէ՞, ինչ լիազորություններ են օժտում Մինսկի խմբը մեր պատվիրակությանը։ Դա մեկ։ Երկրորդը բոլոր այդ հարցերը կապված տարածքների փոխանակման կամ ազատման, ասենք բնակչության վերադարձի, հումանիտար խնդիրների եւ այլ բոլոր այդ կոմպլեքս խնդիրները, այդ թվում եւ կարգավիճակի հարցը Արցախը պետք է ընդգրկել մեկ փաթեթի մեջ առաջին կետով պիտի լինի Արցախի կարգավիճակի, այսինքն անկախության խնդիրը։ Դա պարզ է, հետո ռազմական այս խնդիրը մենք դնում ենք ռազմական իրադարձությունները այլ բնույթ ստացան։ Ադրբեջանը չի համաձայնվում, պարզ է, որ այսպես անգամ այն ժամանակ Ադրբեջանը նաև մեկ ուրիշ խնդիրներ առաջ մղել, երբ մենք հայտնվել էինք Հռոմում, որ Շուշին գրավել է Հայաստանի էքսպեդիցիոն կորպուսը, 15000-անոց Հայաստանի էքսպեդիցիոն կորպուսը։ Դա լրիվ սուտ եւ հիմարություններ շրջափակման պայմաններում միջով Շուշին ազատագրել, մեկ շրջափակման մեջ էին, չէ՞։ Ոնց կարա էքսպեդիցիոն կորպուսը հայտնել Արցախում։ Բայց նրանք պնդում էին, հիմա Հայաստանի պատվիրակությունն էլ հակաճառում է, բայց չի կարողանում ապացուցել, որ դա սխալ է, էլի։ Թուրքերը այդպես նախրապում ոնց որ ես մտածում եի, ոնց սրանց ապացուցեմ այս Մինսկի խմբի պետություններին, որ դա սուտ է, էլի։ Հա, մեկ էլ հիշեցի, որ չէ՞ որ շրջափակման պայմանը մի հատ ուղղաթիռ էր ընդամենը գալիս Արցախ, 2 տոննանոց ուղղաթիռ հումանիտար ինչ-որ բաներ բերեմ էլի, վառելիք, там ալյուր եւ այլը, այդ Ամերիկայի ներկայացուցիչին Ջոն Մարեսկային հարցրի, բոլորի ներկայությամբ ասում են պարոն Մարեսկա, դուք կարող եք որպես հզորագույն պետության ներկայացուցիչ հաստատել, որ օրը մի ուղղաթիռ էր գալիս Արցախ Հայաստանից շրջափակման պայմաններում։ Սա իսկույն, ասում եմ իհարկե, մենք դա տեղյակ ենք, դա գաղտնիք չի, դա բոլորն էլ գիտեն, մենք անգամ ասես վերահսկում էինք ոչ մոտից եւ այլը։ Այո, ես հաստատում եմ, որ մեկ ուղղաթիռ էր գալիս, 2 տոննանոց ուղղաթիռ Արցախ։ Հիմա ասում եմ, դե այ հաշվարկը դնում եմ ձեր առջև։ 15000-անոց էքսպեդիցիոն կորպուս իր զինվորներով, զինամթերքով եւ այլը տեղափոխելու համար իմ հաշվարկներով 3-ից 4 տարի է պահանջում։ Ոնց կարա մի քանի ամիսների ընթացքում Հայաստանի տեղափոխվել։ Այս Մարեսկոն ասում է համաձայն եմ, ճիշտ եք ասում, Շուշին գրավել են Ղարաբաղի ուժերը, ու կարող է Հայաստանից օգնություն եկած լինի, չնչինի, բայց հիմնականում այն պատկերացրեք ինչպիսի վիճակ է ստեղծում։ Հիմա բոլորը այսպես գլխով ոչ մի համաձայնության նշան են տալիս։ Ես Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը վերակենում, աթոռը գետնին ախփում,
Այսպես վիճակը ամառն է, չէ՞, ցածր վրա վիճակն էլ գետնին գնում, ոշում շարխկալի դուրս է գալիս շենքից, բան, թուրքական պատվիրակության հետևից գնում է մի կերպ համոզում, բերում, մի խոսքով այդ հարցն էլ է մեջտեղից հանվում, որ Շուշին գրավել են Հայաստանի էքսպեդիցիոն կորպուսը, այսինքն Ղարաբաղցիք են գրավել։ Դա էլ ենք հանում մեջտեղից, այդ գրաֆիկն էլ ենք հանում մեջտեղից, բայց արդեն կարգավիճակի մասով ոչ մի կերպ Ադրբեջանը չէր համաձայնում։ Դրա համար բանակցային գործընթացը ձգձգում է մինչև 93 թվականի փետրվար-մարտ ամիսները, փաստորեն հուլիսից մինչև մարտ։ Ես այդ 4 պատվիրակությունները ղեկավարել եմ եւ անընդհատ մենք քայլ առ քայլ կարողանում ենք առաջ շարժվել, որտեղ այնտեղ գիտեք ոնց է Միսկի խումբը այս միջոն առաջարկությունները ձևավորում էին հաշվառնելով մի քանի հանգամանքներ։ Եվ արդեն 93 թվականի գարնանը փաստորեն երբ քննարկում էր զինադադարի հարցը եւ մանդատի խնդիրը, պետք է հաստատվեր մանդատը խաղաղապահների։ Այդ փաստաթղթի քննարկմանը արդեն մեր պատվիրակությունը մասնակցում է եւ արդեն իմ ստորագրություններ կար այդ փաստաթղթի տակ, այսինքն մենք ընդունել ենք որպես բանակցության կողմ։ Բանակցային կողմ 3 պետություններ կոնֆլիկտի՝ Հայաստան, Ադրբեջան, Արցախ, արդեն կոնֆլիկտի կողմեր են եւ մենք որպես բանակցային կողմ արդեն կար իմ ստորագրությունը։ Հարգելի Արուշյան, ինձ ասում են, որ մեր ժամանակացույցը մենք վաղուց խախտել ենք, բայց ոչինչ։ Խնդրում եմ ուղղակի կարճ ասեք, այս ամբողջ 30-ամյա պատմության մեջ որ փուլում է եղել հնարավորը անելու սահմանը։ 94 թվականի մայիսին այդ զինադադարի նախօրյակին, երբ ադրբեջանական բանակը լրիվ ջախջախված էր, միջև քուրը մնացել էր 20 կիլոմետր։ Պետք է ստորագրել ոչ թե զինադադար, այլ այլ այդ ժամանակ Ալիևը, Հայր Ալիևը ամեն օր զանգում էր Լևոն Տեր-Պետրոսյանին, անգամ Աշոտ Մանուչարյանին, մի քանի անգամ օրեկան զանգում էր Քոչարյանին, անգամ մի անգամ ես Քոչարյանի կաբինետում տնտեսական հարցեր էինք քննարկում, ես այդ բլոգն էի ղեկավարում, Ալիևը զանգում է, դե ոյ չի ասելու դուրս արի ես խոսեմ, ես ներկա եմ եղել այդ զրույցին, հեռախոսազրույցին, տեսնեիք ինչպես էր աղաչում Ալիևը Քոչարյանին, ինչպիսի կոմպլիմենտներ էր անում, էս էր անում, խոստումներ էր տալիս, որ մենք կպայմանավորվենք, որ մենք փոխզիջումներով եւ այլ, զորք չկար մեր առջև, անգամ նրանց ոստիկանական ջոկատները, որ եկել էին օգնության, նրանք էլ են թողել փախել, միջև փուր ազատ էր մեր առջև, իսկ փուրը անցնում էին Ադրբեջանի կոմունիկացիաները, ճանապարհները եւ չէր եղել զինադատարի փաստաթուղթ, այլ եղել էր այլ փաստաթուղթ։ Չէ, եթե մենք պնդեինք, որ գնում ենք կանգնենք Քուրգետի վրա, վերահսկողություն սահմանենք այդ կոմունիկացիաների վրա, Ադրբեջանը ուզած չուզած ստիպած համաձայնվել էր Արցախը ճանաչել, նոր դրանից հետո կընկնվել զինադադարը, ես համոզվել եմ մեր սխալ այդտեղ է եղել, առանց նախապայմաններ, ես անգամ պնդում էի Քոչարյանին, ասում էի, սա ինձ հարմար պահ չի լինել, որտեղ հետո եթե մենք հիմա չկնքենք այդ պայմանագիրը, այ միայն գնանք առանց նախապայմանների զինադադարի, հետո չենք կարողանալու որևէ խնդիր լուծել, որտեղ Ադրբեջանը ունի նավթային գործոն, Ադրբեջանի թիկունքին կանգնած Թուրքիան եւ այլ Ռուսաստանն է շահագրգռված, որ Ադրբեջանը իր հսկողության վերցնի, դրա համար Ադրբեջանը ոչ մի պարագայում չի գնալու մեր կարգավիճակի ճանաչման, բայց չլսեցին ոչ ինքը, ոչ Լևոնը